Լավ ես։ Ոնց տեսնում ես չստացվեց, չեմ մեռել։ Ես չէի ուզում, դու ինձ ստիպեցիր։ Չի ես եկել։ Ընդհանուր պարտականություն եմ կատարում։ Եկել եմ իմ աչքով տեսնեմ, որ քեզ այդ ամեն ինչ նորմալ է։ Ոնց տեսնում ես նորմալ է։ Դիանա մինչև այսօր դու ես ինձ խնդրել, որ քո կյանքից հեռու մնամ։ Հիմա ես եմ քեզ ասում, հեռու մնա ինձնից։ Ինչքան կարաս հեռու մնա ու ապրի քո կյանքով։ Եթե իհարկե ունես քո կյանքը։ Ինչ է, ինչ-որ բան է փոխվել։ Եթե մտածում ես, որ ես քեզ վախացնելու կամ վնասելու ինչ-որ մտադրություններ ունեմ, ասեմ, որ այս մտադրություն ընդհանրապես չկա, որովհետև ես արդեն ասել եմ, որ ուղղակի հարձակում են կատարել իմ տան վրա, այդքան բան։ Իսկ հիմա կարաս գնաս, քո ներկայությունը շատ զզվելի է։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Դու հիմա ես այսպես խոսում։ Հենց այստեղից դուրս գաս շարունակել ես կյանքս դժոխքի վերածել ու շանտաժ անել, չէ՞։ Դիանա, քո կյանքը շուտվանից արդեն դժոխք է։ Ու այդ կյանքը դու ես ընտրել քո համար։ Հիմա ես մենակ իմ խեղճի մասին եմ մտածում, դու ինձ ընդհանրապես հետաքրքիր չես։ Գևը գալիս է համարի ամեն օր իմ մոտ տեսակցության, ինձ հարազատի պես է վերաբերվում այդքանից հետո։ Ու ես հիմա ինձ աննասուն եմ զգում, որ շարունակում եմ խաբել իմ ընկերոջը։ Նենց որ եթե եկել ես խնդրես ես, որ ոչ մեկին ոչ մի բան չասեմ, իզուր։ Ես հիմա մենակ իմ խեղճի մասին եմ մտածում։ Ոնց անեմ, որ Գևի հետ ես կարողանամ մաքուր շփվել։ Զարմանում եմ, գիտես դու երբ դարձել այդքան բարոյական։ Փաստորեն հարվածը գլխիդ մեջ ինչ-որ բան է փոխել։ Մի քանի տարի առաջ երբ Բարևիկի գլխին սարքում էինք այդ պատմությունը, դու մեծ հաճույքով էիր ինձ օգնում։ Ինչ Գևը այն ժամանակ ընկերդ չէր, հա? Երբ իմ հետ քնում էիր, Գևը ընկերդ չէր։ Թե կարող ասես, որ քեզ կախարդել էի։ Գնաս տեղից։ Ինչ է քեզ եղել։ Չեմ հասկանում։ Ինչ-որ բան է կատարվում հետդ։ Հիմա ինչ։ Գևը ընկերդ է, Արևիկն էլ խեղճ աղջիկ է։ Հա, հենց Արևն է ինձ փոխել։ Հիմա ես նայում եմ այդ աղջիկն ու զարմանում եմ, ոնց կարող է ես այդ աղջիկն նեղացնել։ Ինչ։ Մենակ չասես, որ սիրը արվել է Արևին։ Հա, ես այդ աղջիկն սիրում եմ։ Ու այդ աղջիկա մեջ կա մի բան, որ ոչ մի աղջիկա մեջ չկա հետ։ Ու ես հիմա եմ հասկանում Գևին, թե ինչքան շատ է սիրում Արևին։ Ու ես զարմանում եմ իմ վրա ու կատաղում եմ, ոնց կարող է ես ընդհանրապես քո հետ կապ ունենայի։ Քո կողքը ոչ մի տղամարդ իրեն երջանիկ չի զգա։ Գևը, ես քո ձեռը գերի էի կնգել ու դու մեր կյանքը փչացրել ես։ Իսկ հիմա կարաս գնաս Դիանա, ռադդ քաշի, որովհետև քո ներկայությունը էլի եմ կրկնում շատ զզվելի է։ Գնա ու ընդհանրապես աչքից չերևաս։ Գնա։ Բապ, հիշում ես, որ ես փոքր էի, ինձ տանում էիր կարուսել։ Հիշում։ Մամ, պապան որտեղ է քնելու։ Որտեղ, բազմոցի։ Դու էլ գնա բարկի արդեն ուշ է, ես խոհանություն գործ ունեմ, կվերջացնեմ ու կգամ, շուտ եմ։ Պապ կներես, մաման հիմա մի քիչ կոպիտ է, որովհետև դեռ նեղացած է։ Գիտեմ բոլոր հասկանում։
Ոչ։ Ամեն ինչ լավ կլինի։ Հիմա կարևորը այն է, որ դու մեր կողքին ես։ Մնացած ամեն ինչ ժամանակի հարց է։ Այդ է պետք է մեծ ասարայի բալան։ Ես հասկանում։ Պապ, ես քեզ շատ եմ սիրում։ Դու գիտես ինչքան ուրախ եմ, որ դու հիմա մեր կողքին ես։ Ես էլ քեզ բալաչեմ։ Լավ, դե գնա քնի ուշարդ։ Գնա ծառդ։ Գնա բարս։ Գնա Շնորհակալ եմ։ Մենք վաղը կգնանք դպրոց։ Ուզում եմ, որ բաց թողած դասերդ շուտ սովորես։ Մամ, չգիտեմ ինչպես ուրախությունս արտահայտեմ։ Ես պիտի աշխատանք գտնեմ, թե չէ չգիտեմ ոնց ենք ապրելու։ Մամ, շնորհակալ եմ, որ ներեցիր պապային։ Աննա, ես քեզ հետ բոլորովին ուրիշ բանից եմ խոսում։ Լավ ուշա, գնա քնի, որ առավոտյան հասցնես դպրոց գնաս չուշանես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ինչ ես եկել։ Ինչ ես ուզում։ Նույն բանը ես էի ուզում քեզ ասեի։ Ինչ ես եկել ու ինչ ես ուզում ինձնից։ Ես քեզ արդեն ասել եմ։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Եկել ես նորից նույն թեմայով խոսես։ Անկեղծ ասեմ, ես արդեն հոգնել եմ։ Ինչ կա քո մեջ, որ բոլորը քեզանով հիացած են։ Դու քեզ լավ ես զգում։ Չէ։ Ահա որ։ Շատ վատ։ Ու դրա միակ մեղավորը դու ես։ Չէ։ Ես մեղավոր չեմ։ Դու ես մեղավոր։ Դու ամեն ինչ արեցիր, որ ինձ քո ճանապարհից հեռացնես, բայց այն մտքերից չկարողացար հեռացնել։ Ես քեզ չեմ կարող օգնել։ Այդ դու պիտի անես։
Ոնց ես կարողանում տենց լավ խաղալ։ Չես հոգնել այդ ամեն ինչից, չես հոգնել այդ կերպարից։ Եթե եկել ես ինձ ցավ պատճառելու, քեզ ասեմ, որ դա քեզ չի հաջողվի։ Հիմա ես քո հետ շատ ավելի վատ կվարվեմ, քան 5 տարի առաջ։ Եթե չես հասկացել, որ Գևը երբեք քոնը չի լինի, այս անգամ շատ ավելի վատ ձևերով կհասկացնեմ դա քեզ։ Ձյան, գնա։ Լսի, ով ես դու, հա? Այդ քեզ նայի, ինձ նայի։ Ինչ եմ ես քեզ այսքան ատում։ Որովհետև գիտես, որ Գևը քո կողքին ապրում ինձ սիրելով։ Միլաց, չի ցավ։ Եթե ես քո վրա հիմա ձեռք չեմ բարձրացնում, մենակ նրա համար, որ խի ես։ Իսկ հիմա գնաս տեղից, ու էլ չհամարձակվես աչքիս երևալ։ Հասկացար։ Ես իմ սերը քեզ երկրորդ անգամ եմ նվիրել։ Բա էլի, էլ ինչ ես ուզում։ Պապանուրը, Չգիտեմ։ երբ է գնացել։ Չգիտեմ, ան։ Երբ ես սենյակ եկա, արդեն այստեղ չէր։ Երևի շատ շուտ է դուրս եկել։ Տեսնես ուր է գնացել։ Հա, երևի գնացել է գործման գավ, մամ։ Անջան, ուզում եմ իրար հետ դպրոց գնանք։ Ինչ դպրոց։ Քո նախկին դպրոցը։ Գիտեմ, որ քեզ համար հաճելի չի լինի, բայց Մամ, ես էլ այդ դպրոց չեմ գնալու։ այսինքն Ես քեզ չեմ ասել, բայց Գևորգը իմ դպրոցի հարցն է լուծել։ Ես ուրիշ դպրոց եմ գնալու։ Խնդրում եմ, մամ։ Շնորհակալ եմ։ Ես լինեի քո փոխարեն Դիանայի ձեռքից բռնեի ու դուրս կշպրտեի, որ չհասցնեի նույնիսկ բերանը բացեր։ Դե լավ, Սոն։ Չես պատկերացնի ոնց կատաղեցի։ Դիանայի նման պահվածքի իմ համար արդեն սովորական է դառել։ Չէ, բայց դու մի հատ դրա լկտիության աստիճանը նայ։ Չի էլ ամաչում։ Մոռացա։ Արև, այլ ինչ-որ բան է եղել։ Չէ, ուղղակի ոնց որ միշտ մամայի համար եմ անհանգիստ։ Հենց տպավորությունն է, որ մտքերով չգիտեմ որտեղ ես։ Իմ խնդիրները ինձ քիչ են, այն օրն էլ գործի տեղը դեպք եղավ։ Ինչ է եղել։ Սպայի մուտքի մոտ մի տղա էր վատացել, ինձ շտապ կանչեցին, ինչը առաջի օգնություն ցույց տվեցի, բարձացրի վերև թոքերը լսեցի։ Ինձ թվում է այդ տղան լուրջ հիվանդություն ունի։ Ասացիր նրան այդ մասին։ Չէ, Սոն, վախեցա։ Ես բժիշկ չեմ, իրավունք չունեմ ախտորոշել, բայց
Ինձ թված թոքերի լայնացումը։ Թե եթե քեզ թվում է, ուրեմն պետքա ստուգվի անպայման։ Հա, մեր կլինիկայի հասցեն տվեցի թոքաբանի մոտ ուղարկեցի։ Լավ մասնագետ է, ժամանակին մամային էլ է նայել։ Բայց չգիտեմ կգնա թե չէ։ Շատ եմ նեղվում, որ տենց երիտասարդ տարիքում տենց լուրջ խնդիրներ են ունենում։ Արև դու բացի քեզնից բոլորի մասին մտածում ես։ Ես էլ տենց եմ։ Չեք ասին։ Ինձ էիք սպասում։ Գնա սենյակը։ Գնա սենյակը, չես լսում։ Ես էլի խմել ես, հա։ Երկու բաժակ եմ խմում, հա։ Չգիտեմ ինչի երկու բաժակից հենց հլվա։ Պապ, ինչի ես խմել։ Դու ինձ խոստացել էիր, չէ։ Անարյան, երդվում երկու բաժակ եմ խմել, ուստի առողջությունս արդեն ինչ չի։ Ես գիտեի, ես անգիր գիտեի, որ սենց ա լինելու։ Ոչ չես ամաչում, մեծ մարդ ես, երեխուտ ես խոստացել, չես ամաչում։ Գնա սենյակը տասում եմ։ Աղջի, ամբողջ օրը փողոցներ ընկած գործեր եմ անգարի, բայց Մարիամս ինձ ասում են, էլ չեն էլ խոսում, ասում են ոչ։ Գնա այստեղից։ Գնա ասում եմ, մեզ ոչ քո աշխատանքն ա պետք, ոչ էլ է տանտեր մնացան փողը։ Գորրերը խնքանած է։ Յո, ես հանկարծ հիշեցին, որ երեխա ունես, հա։ Անամոտ։ Էս էիր ուզում, հա։ Էս էիր ուզում։ Տես ինչ լավ պապա ունես։ Տեսնում ես։ Մի գորա, մամ, խնդրում եմ։ Բա որ չգորամ ինչ անեմ։ Բա ինչ անեմ, հա։ Չեք հասկանում, որ ես էլ եմ մարդ։ Մեղք եմ, չապրել եմ ուզում։ Քեզ լսեցի պապային կանչեցիր բերեցիր տուն ես էիր ուզում, հա։ Որ չեք կարողանում հասկանալ, որ ես էլ եմ ուզում մարդ հավայել կյանքով ապրեմ։ Խնդրում եմ, մի կռվեք։ Էս ա քո երազած պապան, հա։ Սրա համար էիր այսքան վիճում ինձ հետ, հա։ Դե ապրի պապայիդ հետ։ Վայրի պապայիդ ներկայությունը։ Ես էլ մարդ չեմ, վերջ։ Ոնց կարելի է այսքան ինձ ոտնատակ տալ, հա։ Աննա, չես ամաչում։ Էս պապայի մասին էիր երազում։ Իսկ դու բացի քեզնից ուրիշ ոչ մեկի մասին չես մտածում։ Էգոիստ մեռնում ես, Էդ մի բաժակ խմիչքն է, հա, քեզ։ Երկինքն էր հանում ու չգիտեմ ինչ անում, անամոտ։ Մամ, պապ, խնդրում եմ, մի կռվեք։ Գնա, հենց հիմա դուրս արի ես տնից։ Ու այլևս ոտքա տեստանը չտեսնեմ։ Բոմժի պես ոնց ապրում էիր, գնա այդպես էլ փողոցներում ապրի։ Դու մեր համար մեռած ես, հրաչ։ Հատկապես ինձ համար։ Գնա ասում եմ։ Մամ, խնդրում եմ, ես չեմ ուզում, որ դուք կռվեք։ Մամ, չես հասկանում, եթե դու էլի կորած քեզ կտանեն հիվանդանոց, իսկ ինձ կտանեն մանկատուն։ Մամ, խնդրում եմ, ես չեմ ուզում ինձ տանեն մանկատուն, ես ու Արմանը մեղք ենք, չէ։ Պապան կքնի կարտնանա ու ամեն ինչ լավ կլինի, մամ։ Խնդրում եմ, մի կորացեք իրարը, չեմ ուզում, որ դուք անընդհատ կռվեք։ Ես չեմ ուզում էլի պապան գնա մեզնից հեռու ապրի, չեք հասկանում, մամ։
Ոնց ես։ Ոչինչ, մի քիչ արդեն լավ եմ։ Ու Ու բժշկի մոտից եմ գալիս։ ապրես, հետո։ Դե թոքերի լայնացում, մեկ էլ արյան ճնշման հետ կապված ինչ-որ խնդիր կար։ Դենց էլ գիտեի։ Ու գիտես զարմացա, որ բուժքույրը միանգամից կարողացել է պրոբլեմս իմանալ։ Իսկ բուժում։ Այս ավելորդ է։ Ավելորդ չի։ Դու կյանքս ես փրկե ու ես չգիտեմ ոնց եմ տակից դուրս գալու։ Անչափ շնորհակալ եմ։ Առողջաց։ Շնորհակալ եմ։ Թող, ես ուզում եմ պապայիս մոտ մնալ։ Ինչի պապ։ Խոսացել էի, չէ։ Ասա, որ վերջին անգամն է։ Որ վերջին անգամն է հարբած գալիս ես տուն։ Ասա, որ էլ չես հուսահատվի ու կգնաս աշխատանք կփնտրես պապ։ Ես չեմ ուզում մաման նորից վատագա։ Ես չեմ ուզում մեզ տանեն մանկատու պապ։ Պաստորեն սենց։ Սա ինչ է զարմանում, որ 5 տարի եշյական ջքն է սենց է պտի լիներ։ Այս է կոնը, կենա կնգատ մոտ, տունըտ վեր ենգի, ոնց որ ապրելս տենց է ապրի։ Եկար արել ջան, այսօր շուտ ես եկել։ Այսօր մի քիչ շուտ եմ վերջացրել։ Շատ լավ է։ Քաղցած ես, Չեմ ամ թեյ կխմեմ։ ես հիմա կպատրաստեմ։ Չէ, դու նստի, ես ինքս կանեմ։ Լավ ես եղել։ Հա, լավ է, լավ։ Արև ջան, այսօր ինչ-որ առիթ կար։ Չէ, ինչի։ Հա, մեր հաճախորդներից մեկն էր բերել։ Այն օրը մարզասրահում իրեն վատ էր զգում, առաջի օգնություն ցույց տվեցի, թոքերը լսեցի, զգացի, որ խնդիր ունի, ուղարկեցի բժշկի, ասել, որպես շնորհակալություն ես ծաղիկներն էր բերել։ Եվ բոլոր հաճախորդներն են քեզ որպես շնորհակալություն ծաղիկներ բերում օգնելու համար։ Չէ, ինչի։ Արև իսկ այդ հաճախորդը տղամարդ էր։ Հա։ Չէ, ուղղակի շատ գեղեցիկ ծաղիկներ ա բերել, ուզում եմ իմանալ։ Արև, իսկ այն տղայի անունը ինչ էր։ Ինչ տղա։ Այ բալիկ ջան, դե արդեն ժամանակն է, որ դու մի քիչ էլ կողմ։ Լավ էլի մամ, էլ մի սկսի, ժամանակը չի։ Դե լավ, թեյ բեր։ Ուզում եմ վաղը մի փոքրիկ խնջույք կազմակերպել։
Բայց Գևորգը չի սիրում խնջույքներ, չի սիրում նշել իր տարեդարձը։ Դրա համար ուզում եմ ինձ օգնեք, որ համոզեմ։ Ես անգամ նրա գրաֆիկը չգիտեմ։ Չգիտեմ այսօր կգա տուն թե չէ, վաղը ինչ պլաններ ունի։ Ես արդեն Գևորգի մասին ոչինչ չգիտեմ։ Դիանա, Գևորգը քո ամուսինն է։ Զանգիր եւ խոսիր հետ։ Վախենում եմ զանգել։ Ամեն անգամ ինձ վատ եմ զգում երբ զանգում եմ։ Բարի երեկո։ Մենք մտածում էինք այսօր չես գա։ Վաղն եմ հերթապահության։ Լավ կլիներ, եթե վաղվա հերթապահությունդ փոխեիր։ Ինչի ինչ-որ առիթ կա։ Չի, ոչ մի առիթ չկա։ Պարզապես վաղը քո ծննդյան տարեդարձն է։ Ման գիտես չեմ սիրում ես այդ ծնունդ նշելը։ Բայց այս տարի կարելի է բացառություն անել, չէ՞։ Ես վաղվա եմ հերթապահությունը չեմ կարա փոխան։ Գնամ իմ մոտ հանգստանամ։ Ասում է, չէ՞, նա խնջույքներ չի սիրում։ Նա գերադասում է իր ծննդյան օրը անցկացնել հիվանդանոցում, հիվանդների կողքին, քան թե մեզ հետ տանը, ու միշտ է այդպես եղել։ Ոչինչ, վաղը այլ կերպ կլինի։ Ես ամեն ինչ կփոխեմ։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր։ Ես եւ մեր բարիկը քեզ շնորհավորում ենք։ Ու ցանկանում ենք, որ դու միշտ լինես մեր կողքին։ Գև, այս շատ լավ առիթ է, որ ամեն ինչ մոռանանք։ Ցավ վիրավորանք։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Հիմա խնդրում եմ սապացի։ Մեր երեխան քո այս տարվա ամենալավ նվերն է։ Գև, ես գիտեմ, որ աշխատանքդ շատ կարևոր է։ Բայց քեզ ուզում եմ մի բան խնդրել, ու խնդրում եմ չմերժես։ Ես արդեն ամեն ինչ կազմակերպել։ Ու անգամ եթե դու չգաս, մենք ծնունդդ առանց քեզ կնշենք։ Դու էլի առանց ինձ ասելու ինչ-որ բան ես կազմակերպել։ Ես եղան եմ պատվիրել քո ամենասիրելի ռեստորանում, ու մենոնց հավիրել եմ։ Ամեն դեպքում պետք է ինձ ասել։ Ես պապային ասեցի, որ դու շատ խառն ես, ու ամեն ինչ թողել ես իմ վրա։ Եվ ես նրանց հրավիրել եմ մեր երկուսի անունից։ Բայց չգիտեմ վաղը, ինչ կստացվի, ոնց կստացվի։ Տեսնենք, արի մաքնենք վաղը գերեվա լավ։ Ձյան, ապրես ամեն ինչի համար։ Շատ սիրում էր սա։ Ես փախչում ես, հա?
Չես կարողանում տեսնես, թե երեխեքդ ոնց են այս տան մեջ ապրում։ Վախենում ես նորից քո վրա պատասխանատվություն վերցնելուց, հա։ Ես երբեք չեմ վախեցել իմ վրա պատասխանատվություն վերցնել։ Լուրջ։ Դրա համար ենք մենք հիմա այս պայմաններում ապրում, հա։ Նառա։ Ինչ հրաչ։ Ինչ։ Գնա, հա։ Գնա, էլի մարդ գտնվի ու գնա, ես չեմ ուզում իմ երեխեք ամեն օր քեզ ես վիճակում տեսնեն։ Էլ չեմ խմի։ Ես անայն խոստացել եմ։ Հավատա ինձ։ Հավատա։ Ոնց հավատա։ Ոնց։ Դու իմ փոխարեն լինեիր, քեզ կհավատայիր։ Նա ինչ վիճակում ես տուն եկել։ Գիտես ինչ չեմ կարողանում հասկանալ, ինչի համար ես խմում, հա։ Ինչի համար ես խմում։ Խմում ես, որ տուն չգաս։ Խմում ես, որ մոռանաս, թե ինչա քեզ շրջապատում, հա։ Խմում ես, որ մոռանաս, հրաչ։ Ես չեմ խմում, որ մոռանամ։ Այդ ինձ օգնի, որ կարողանամ հետ գալ։ Ես էլի կընկնեմ փողոցները, աշխատանք կճարեմ, որ ընտանիքս վերա որ նորից էլի նույնն ելնի։ Ես քեզ խոստանում եմ վատա էլի վերջին անգամ։ Ոնց։ Այդ ոնց ես պատկերացնում, հա։ Հրաչ հասկանում ես, հավատը քո նկատմամբ վաղուց մեռել է իմ մեջ։ Ոնց հավատամ։ Խոստանում ես ու խմում, խոստանում ես ու խմում, լավ ինչ կա այդ անտեր խմիչքի մեջ, հա։ Վերջին ունեցած այն կոպեկը դե տալիս ես խմում ու այս վիճակով հայտնվում տանել, ոնց հավատամ ես քեզ։ Հավատա էլի օգնի։ Օգնի որ հետ կարողանամ։ Մենակ չեմ կարող։ Ինչ ժամանակ պետք է։ Ու քո օգնությունը։ Օգնություն դեմ խնդրում։ Հրաչ, խնդիրը աշխատանք գտնելու մեջ չի։ Ես ուզում եմ գնաս, որ իմ երեխեքը հանգիստ ապրեն։ Մարդավայել կյանքով ապրեն։ Քեզ ամեն օր այս վիճակում չտեսնել, խնդիրը դրանում է, հրաչ։ Արմանը հրաչ, քեզ ընդհանրապես չի ճանաչում, որովհետև ոչ տեսել, ոչ լսել, ոչ էլ դու նրանց համար որևիցե բան ես արել, հրաչ։ Իսկ Աննաս էլ գիտես ինչի ա ուզում որ մնաս։ Աննան քեզ չի սիրում, է։ Հա, չի սիրում, հրաչ, խղճում ա, ոնց որ ցանկացած բոմժի փողոցից կխղճար։ Գնես։ Գնա։ Հենց հիմա դուրս ար ես տնից։ Ու այլևս չտեսնեմ քեզ այստեղ։ Գնա, ասում եմ։